Ողջունում ենք ձեզ US Armenian Moms YouTube-յան ալիքից։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն բաժանորդագրվել են մեր ալիքին։ Շարունակելով միգրացիոն թեման, այսօր խոսելու ենք միգրացիայի հոգեբանական ադապտացիայի մասին։ Եվ այդ հարցում ինձ օգնելու է հոգեբան, հոգեվերլուծական մեթոդիկայով աշխատող Մարինա Անտոնյանը։ Ողջույն Մարինա ջան։ Ողջույն Լուսինե ջան։ Նախ շնորհակալություն Մարինային, որ իր ժամանակը տրամադրել է մեզ այսօր։ Իրով ես էլ եմ շնորհակալ լինելով իմիգրանտ, անցել եմ բոլոր այդ դժվարությունները ադապտացիայի եւ ինչը որ թե իմ անձնական փորձից եմ քաղել եւ իմ մասնագիտականով սիրով կփորձեմ կիսվել եւ օգտակար լինել, ոնց որ դուք եք օգտակար լինում այդքան մեր հայ կանանց համայնքին։ Շնորհակալություն Մարինա ջան, եւ քանի որ նշեցիր, որ դու ինքդ եղել ես միգրանտ եւ անցել ես միգրացիոն այդ ճանապարհով, երևի սկսենք հենց դրանից, ինչն էր ամենադժվարը քեզ համար այդ ընթացքում ադապտացիոն շրջանը քեզ համար ո՞րն էր ամենից շատ դժվարը։ Էմիգրացիան ինքը իրենով այնքան բարդ ճանապարհ է, որ նույնիսկ 2002 թվականին դուրս է եկել տերմին, որը կոչվում է Ուլիսի սինդրոմ, որը եղել է հին հռոմեական հերոս, որը որ Տրոյան պատերազմից հետո 10 տարի ստիպված է եղել այսպես ասած թափառել աշխարհով մեկ եւ ունեցել է մի շարք սիմպտոմատիկա եւ ենթադրվում է ավելի շուտ նույնիսկ հաստատված է, որ բոլոր գրեթե բոլոր, որպեսզի չսխալվեմ, գրեթե բառը օգտագործեմ, էմիգրանտները ունենում են այդ սիմպտոմատիկան։ Դա անորոշության, կորստի զգացողություն ունենալը եւ տրիվոժնստը կօգնես Լուսինջան հայերենով, Խուճապի մեջ։ հա, խուճապի ոնց որ այդ զգացողությունները, դրանք բոլորը այն սիմպտոմատիկան են, որը որ գրեթե ունենում են բոլոր իմիգրանտները, դրանք իհարկե հոգեբանական եւ նամանավանդ հոգեկան հիվանդություններ չեն, դրանք ճիշտ օրգանիզմի ճիշտ հոգեկանի, այսպես ասած, ռեակցիան են ստրեսային իրավիճակի հետ կապված, իսկ ստրեսային իրավիճակը իհարկե այդպես է որ կա, որովհետեւ չէ որ մարդը իհարկե ինքը ունենում է լավ սպասումներ, բնականաբար, ամեն մեկը ունենում է իր պատճառը, որ ինքը լքում է իրեն ոնց որ ծննդավայրը, հա, անցնում է 4 էտապ, առաջինը էյֆորիան է, երկրորդը կուլտուրնի շոկն է եւ երրորդը հարմարեցումը եւ չորրորդը ինտեգրացիան։ Այդ կուլտուրնի շոկը դա ամենաէլիտարներ շրջանն է, երբ որ ոնց որ ամեն ինչը նորություն է, նույնիսկ մարդիկ, նույնիսկ երևի թե քեզ համար ծանոթ մարդիկ էլ ինչ որ միտեղ արդեն այս ուրիշ տարածաշրջանում ուրիշ կոդեր են ոնց որ ապրում եւ դա ընդհանրապես մեղադրելի չի, բայց շոկային է ոնց որ եւ հետո արդեն գնում է մի փոքր ոնց որ հարմարվելու փուլը եւ հետո չորրորդը այդ որ արդեն մարդ զգում է իրեն զգում է մի մասնիկ, այդ որտեղ որ ինքը ապրում է, այդ երկրի մի մասնիկը։ Չեմ կարծում, որ միգուցե սխալվում եմ, բայց որ ամբողջությամբ ձուլված լինելը իհարկե դա դժվար է, դա տարիներ են պահանջում, սերունդներ են ոնց որ լինելու, որ արդեն որերորդ սերունդը միգուցե այդ զգացողություն ունենա, բայց առաջի սերունդը համենայն դեպս մի մասնիկ կարող է զգալ այդ երկրին։ Շատ շնորհակալություն Մարինա ջան։ Ես մեկ այլ հարց տամ, ինչ զգացմունքներ են ունենում մինչև Ամերիկա տեղափոխվելը, այսինքն մինչև արտագաղթելը, ինչպիսի զգացմունքներ են ունենում մարդիկ։ Այդ հարցի վերաբերյալ մի հատ պուճուրիկ ոնց որ համեմատություն եմ ուզում ասել, իհարկե ոնց որ դա չի վերաբերում հենց այս մեր թեմային, ավելի գլոբալ է, բայց ուզում եմ ասել, թե ինչքան շատ գործոններից կարող կապված լինի ոնց որ այդ տեղափոխվելու հետ կապված մարդկանց զգացողությունները։ Օրինակի համար դա իմ սիրած համեմատությունն է, ես միշտ դա բերում եմ, ենթադրենք քարով ուզում ենք նետենք, ասենք ապակյա պատուհանին, ինչ կարող է լինի, ինչքան տարբեր գործոններից չէ կարա կապված լինի դա, եւ ինչքան որ հիմա մենք փորձենք մտածենք մի քիչ այնց խաղային նույնիսկ դիտարկման ոնց որ տարբերակով, հետո եթե մտածենք կզգանք թե ավելի ենք ավելացնում այդ գործոնները, դրա համար իհարկե այն մարդիկ ովքեր որ ասենք շատ տարբեր են տարիքը, սեռը եւ այն մարդիկ որոնք որ ունեցել են փորձ գալու, այն մարդիկ որոնք որ ինչ որ չափսով ստիպված են գալիս եւ այն մարդիկ ովքեր որ ինչ որ չափով նյութապես ապահովված են գալիս, որոնք գալու են այստեղ կենցաղի հարց ոնց որ լուծեն, թե ովքեր որ գալու են արդեն ինչ որ չափսով ծանոթ են եւ արդեն պատրաստված են գալիս,
Էնպես որ այդ գործոնները այնքան շատ են, որ իհարկե դրանից շատ է կախված լինում, օրինակ մարդիկ կան, որոնք որ ենթադրենք շահել են գրին կարտան եւ իրանք մի տարվա մեջ շատ կազմակերպված ձևով պատրաստվում են գալու, իրանք արդեն փորձ ունեն, այնպես որ շատ գործոններից է կախված, բայց միևնույնն է, բոլորը մի փոքր, գոնե եթե ոնց որ մինիմում ունենում են բնականաբար այդ ճանապարհը, որը որ նշեցինք, Մгм. այստեղ շատ կարևոր է նաև օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, այսինքն բացի նրանից, որ իրական օբյեկտիվ դժվարություն կա, չէ, որ մարդը իր բոլոր սովորությունները, իր բոլոր արդեն հարմարված վիճակը փոխում է, գալիս է, այսինքն օբյեկտիվ դժվարության է հանդիպում եւ այստեղ շատ կարեւոր է, արդեն քիչ-քիչ նույնիսկ մոտեկանում ենք իմ մասնագիտական մասին, որտեղ որ նաեւ սուբյեկտիվը, թե ինչքանով անձը ոնց որ քիչ թե շատ ճկուն է, ինչքանով ինքը կարողանում է ավելի ոնց որ ճկուն հաղթահարել այդ 4 փուլերը, Մгм. որովհետև եթե նայենք, այսպես եթե նայենք օրենքով, բայց օրենքով բառը մի քիչ սխալ եմ ասում, բայց հիմնականում պետքա որ ոնց որ հաղթահարվելով դուրս գա այդ 4 փուլը անցնի մարդը, բայց եթե մի փոքր ավել ինքը, այսպես ասած, չի կարողանում այդ փուլերով անցնել, այսինքն մնայուն է իրեն այդ սիմպտոմատիկան, այստեղ ոնց որ մի քիչ ավելի խորը աշխատանք կա անելու ինքը իրեն հետ, անձը ինքը իրեն հետ։ Այո։ Ես երևի որպես լրացուն ասեմ մի բան, որ թող սա կոչ լինի մեր հարթակից, ինչի համար մենք ընտրեցինք ճիշտն ասած այս թեման եւ սկսեցինք նաեւ այս թեմայի մասին առաջի, երկրորդ մեր հաղորդումները իրականացնել, որովհետեւ երբ մենք գալիս ենք մուտք ենք գործում նոր երկիր, սկսում ենք կենցաղ կիսել եւ սկսում ենք մտահոգվել կենցաղային բոլոր այդ գործոնների մասին, ֆինանսական, տարբեր թղթաբանական եւ մոռանում ենք մեր հոգեկան առողջության մասին։ Երևի թե դա դու Այո, կասես, հաս այո, կփաստես եւ իրականությունը նրանում է, որ հոգեկան առողջությունը մի հատ լավ տերմին կա, որ ասում է, երբ դու իրան խնամում ես, ինքն էլ քեզ է խնայում։ Մենք մոռանում ենք, ինչպես մեր ֆիզիկական առողջությունն ենք մոռանում եւ հոգեկան առողջությունը, որտեղ տրվում ենք միգրացիոն այդ process-ին, այո, երբ պետք է տուն վարձակալենք, երբ պետք է հազար տարբեր տեսակի, չգիտեմ, խնդիրներ լուծենք, երեխայի դպրոց, եթե ընտանիքով ենք եկել, մի խոսքով, այո, մասնագիտական, եթե թվարկենք, շատ կլինեն։ Եվ իրականության մեջ, այո, ես կարծում եմ, որ մենք մոռանում ենք մեր հոգեկան առողջությունը։ Դրա համար թող սա կոչ լինի կամ խրախուսանք մгм, լինի, մгм, որ մենք չմոռանանք եւ փորձենք գուրգուրել, սիրել մեր հոգեկան առողջությունը։ Այդպես, եւ անցնելով երևի թե մյուս հարցերին, կառանձնացնեմ հետեւյալը. նշեցիր, որ տարիքային առանձնահատկությունները, սեռը, ադապտացիոն այդ process-ի վրա բավականին մեծ այո, ազդեցություն են ունենում։ Կան որոշ մեխանիզմներ կամ միջոցներ, որոնք որ կարող են օգնել, որպեսզի մենք ավելի հեշտությամբ այդ process-ի միջով անցնենք։ Ըմ, Երևի թե ինֆորմացիայի մгм, տեսանկյունից կամ, չգիտեմ, զբաղվածության ճիշտ պլանավորումից այդ ամեն ինչը կարող է ազդեցություն ունենալ։ Ես ըստ իմ տեսանկյունի եմ այո, ասում։ այո, Դուք ինչ եք կարծում, կան որոշակի այսպես առանձնացված միջոցներ, միջոցառումներ, որոնք կարելի է կիրառել կյանքում, որպեսզի այդ process-ը ավելի հեշտ ու արագ տեղի ունենա եւ անվնաս ամենակարևորը։ Ձեր հարցի շուրջ էլի Լուսին ջան մտածելով ոնց որ կարող եմ առանձնացնել, ոնց որ հիմա ուղղակի բարձրաձայն փորձում եմ մտածել, ոնց որ առանձնացրեցի երկու խմբի, մեկը տեխնիկականը, իդեպ նորից ուզում եմ նշել տեխնիկական շատ հարցերով հենց ձեր խմբի շնորհիվ լիքը տեխնիկական հարցեր, ոնց որ մարդիկ փորձում են լուծում գտնել, պարզել, ճշտել, եւ մյուսը թե ինչքանով մարդը նորից կկրկնվեմ, ճկուն է եւ փորձելու է ոնց որ այդ դժվարությունները անցնի։ Եվ նու տեխնիկականը դրա համար դա հարցի մյուս մասն է, իսկ մյուսը, որը վերաբերվում է հենց հոգեբանականին, ը, դե այսպես եթե մի փոքր ոնց որ խորհրդի նման փորձեմ հնչեցնեմ, չնայած գիտեք հոգեբանը խորհուրդ չի տալի, բայց այսօր հոգեբանական չի, ընդհանուր առմամբ ոնց որ լայն ավելի թեորետիկ Զրույց է, ենք էլի այո։ զրուցում, երևի թե մարդ ոնց որ ամեն դեպքում տեղափոխվել է եւ փորձի տեսնի եւ գտնի եւ ես առաջարկում եմ նույնիսկ խորհուրդ բառը ուզում եմ փոխել առաջարկով,
օրվա մեջ նույնիսկ ոնց որ փորձի մի քանի րոպե տրամադրի ու փորձի լավն էլ տեսնել, ոնց որ նույնիսկ առաջարկում եմ գրել այն կետերը, որը որ ինքը նույն այստեղ գտնվելով տեսնում է, թե այսօր, թե ապագայում կարող է տեսնել, առաջարկում եմ դա գրել, մտածել, հաստատել, ոնց որ խարիսխ անել քո ներսում, ոնց որ օգնել խարիսխավորել այդ կետերը։ Եթե զգում ա, որ դժվարություն ունի, նորից ոնց որ փորձել մտածել, թե ինչի համար է ինքը եկել, այդ նորից վերաարժեքավորման աշխատանք տանել ինքն իրեն հետ, մի փոքր ժամանակ տրամադրել ինքնաանալիզի։ Իհարկե ինքնաանալիզը հեշտ բան չի, որովհետև շատ բաներ մենք կարող ենք դիմացինի մոտ տեսնել, բայց մենք մեզ չտեսնել, էլի, ամենայն դեպս մենք առանց հայելի մենք մեզ չենք տեսնի, բայց միևնույն ժամանակ համենայն դեպս ոնց որ միայն նա, որ մարդ փորձում է մտածել ինքն իրեն մտքերի հետ աշխատանք տանել, դա արդեն արդյունավետ կլինի։ Դե ֆիզիկական ոնց որ ֆիզիկական առողջությանը ոնց որ փորձի հետևի, նկատի ունեմ մարմնամարզության գնա, մեդիտացիաների գնա, միշտ դա օգնող կլինի եւ բացի նրանից, որ հենց ֆիզիկականի համար օգնող կլինի, նույնիսկ այստեղ հոգեբանական մասն էլ, որ մարդ ինքը իրեն վրա ժամանակ է հատկացնում, ոնց որ ինքը իրեն արժեքավորում է, մեղադրանք չունենա, այսինքն ինչի համար եմ ես այստեղ հայտնվել, ոնց որ փորձի ինքնամեղադրական մասերը, թե ինքնա, թե արտաքին աշխարհի հետ կապված, Դա երևի ամենաշատ հանդիպողն է, այո, ես կնշեմ, որ մենք մինչև այսօր էլ մեղադրում ենք, որ մենք մեր հայրենիքից այո, հեռու ենք, այո, այդ եւ դա մեղադրականը շատ է կրողն է։ խանգարող Այո, լինում, այնպես որ միշտ մարդ անում է իր լավագույնի արվեստ հասկացողություն կա, շատ եմ սիրում, որտեվ այդ բառակապակցության խորքը շատ լավ զգում եմ, էլի, այսինքն անում ենք այն ինչը որ այդ շրջանում մենք կարող ենք եւ մեր լավագույնն էր, համեստ լինենք եւ համաձայն լինենք այն իհարկե, քայլի հետ, որ արվել է մեր կողմից, եւ երբ որ փորձենք համաձայն լինենք, այսպես ասած հարմարվենք, շատ-շատ ճանապարհներ կբացվի։ Փորձենք հասկանանք այն ինչն է մեզ համար խոչընդոտ կամ դժվարեցնող։ Այսինքն մարդիկ, որոնք որ օրինակի համար լեզուն չեն տիրապետում, նույնիսկ տարիքը կապ չունի, շատերը ասում են դե մեծ ենք արդեն, բայց օքեյ, մեծերը մի քիչ ավելի դժվար, երիտասարդները ավելի հեշտ, բնականաբար, բայց ենթադրենք օրվա մեջ մի փոքր ժամանակ տրամադրել նաև դրան, չէ՞ որ այո, ապրում ենք օտար երկրում, մի փոքր էլ ոնց որ դրա վրա մասին մտածելը պետք է եւ դա շատ օգնող կարա լինի եւ հակառակը շատ խանգարող է։ Եվ ամենակարևորը քայլ-քայլը, այդ քայլ-քայլի արվեստը, որ ամեն ինչին է այդ քայլ-քայլով հասնելը, էլի։ Որտեվ տեսեք հիմա օրինակ TikTok-երը ինչի են այդքան հրապուրող, որովհետև ասես շատ արագ ինչ որ մի այո, փոփոխություն է լինում, շատ, բայց իրականությունը այդպես չի։ Իրականությունը քայլ-քայլն է։ Դրա համար դա փորձենք մեզ օգնենք, ընդունենք եւ նորից եմ կրկնում, որտեվ կարծում եմ շատ կարևոր միտք է, միամտվենք, այսինքն մի մտքի գանք մի մտքի այն ամեն ինչի հետ, որտեղ արդեն գտնվում ենք, այո։ համաձայն լինենք։ Եվ ընդունենք իրականությունը եւ փորձենք այդ իրականության մեջ տեսնել մեզ։ Սեր գտնենք Այո, այնտեղ, որտեղ որ արդեն հայտնվել ենք եւ մեր գործողությունների մեջ, որ մեզ բերել է այդ կետ, որտեղ որ արդեն գտնվում ենք։ Ուրեմն Մայրա ջան, նշեցիր խմբի մասին, որի համար իրականում շատ շնորհակալ ենք, որովհետև հենց գնահատանքն է, որ օգնում է մեզ, որպեսզի մենք առաջ շարժվենք։ Իրականում 12 տարի առաջ, երբ նմանատիպ հարթակներ չկային, շատ դժվար էր շատ կանանց, մայրերի համար ինֆորմացիա գտնելը, այսինքն այնքան դժվար էր, որ հենց դա էլ միած ստրեսի պատճառ էր հանդիսանում բոլորիս համար եւ այսօր Google-ից արագ պատասխանում են մեր մայրերը, ճիշտ է, դա որոշ մարդկանց ջղայնացնում է, որոշ մարդկանց, չգիտեմ, ուրախացնում, բայց իրականությունը նա է, որ իսկապես հարթակը օգնում է եւ ես շատ ուրախ եմ այն հանգամանքով, որ նման հարթակներ դեռ ստեղծվում են, կան եւ իրականում պրոդուկտիվ է այդ ամեն ինչը գեղեցիկ է կազմակերպվում ու կուզենամ այս պահին գիտեք ինչ հիշել խմբում գրված մի հատ գրառում, որը որ ինձ շատ էր խոցել ու ինձ տեսա դրա մեջ, ուզում եմ հետ գնամ, եկել եմ, չեմ հարմարվում, ֆինանսական ոչ մի խնդիր չունեմ, բայց չեմ ուզում այստեղ մնամ, ամուսինս աշխատում է, ամեն ինչ նորմալ է, բայց ինչ անեմ, չեմ կարողանում այստեղ հարմարվեմ։
Այնքան հետաքրքիր է, որովհետև մի փոքր դու քեզ ես տեսնում, մի փոքր այդ ամբողջ, ոնց որ ասած, process-ը զգում ես հոգեպես։ Դրա համար կուզենայի այսօր մի հատ այդ զգացողության մասին խոսենք, որ մենք ապահոված ենք, այսինքն այդ Մասլոյի բուրգով ներկայացնեն, որ մեր առաջին այդ զգացմունքները, առաջին բոլոր կարիքները ապահոված են, բայց դեռևս կա այդ հետ գնալու, ոնց որ ասած, կարիքը։ Դու ինչ ես կարծում։ Այստեղ երևի տվյալ մարդը նորից ոնց որ փորձի մտածել այն ինչի համար է ինքը ոնց որ հայտնվել այնտեղ որտեղ որ հիմա կա, ոնց որ նորից ինքը իրեն այդ աշխատանք տանի, նորից ոնց որ փորձի հասկանալ եւ այդ մի մտքի գալը միամտվելը հենց վերաբերվում է թե այդ աղջիկան, այդ կնոջը, թե այն մարդկանց, որոնք որ գտնվում են շատ ոնց որ տեխնիկական դժվարություն չունեն, այսինքն Մասլոյի բուրգի ասած մենակ ինքնարեալիզացվածության են ոնց որ հարցն է, որը բնականաբար էստեղ դժվար է, բնականաբար։ Այսինքն ոնց որ դու թողնում ես անցյալում ամբողջ մի հատ քեզ, որտեղ որ դու ես քո դրսևորումներն է, քո անձի հետ կապված բոլոր կապերը, քո կրկնվում եմ այդ դրսևորումներ բառով, որտեղ իսկապես ոնց որ ամեն ինչը թողնում ես եւ գալիս ես այստեղ մաքուր ու պարզ երևում է, որ ինքնարեալիզացվածության մասն է։ Այո։ Եվ հիմա օրինակ, եթե ինքը այդքան դժվարության մեջ է եւ ոնց որ առաջ գնալ չի կարողանում, իհարկե ցանկալի կլինի, որ դիմի մասնագետի, որ օգնի ավելի լավ ինքն իրեն հասկանա։ Եվ մյուս տարբերակը, որ ոնց որ նշեցի, փորձի ինքը իրեն հետ ոնց որ ինքը իրեն հարց ու պատասխան տա, օգնի ընդունել, եթե իսկ միգուցե ինքը ոնց որ տեսնում է մյուս տարբերակը վերադառնալը դեռ վերջնականապես ոնց որ Միամտվել։ չի եկել, այո, չի եկել այն մտքին, որ իրեն օգնի այդ միտքը, որ ինքը այստեղ կարողանա ճանապարհներ գտնել կամ ճանապարհներ բացել։ Եթե ինքը իրեն այդ աշխատանքը չօգնի, այդ դեպքում կառաջարկեմ ուղղակի ոնց որ դիմի մասնագետի, որ իր աշխատանքի հետևանքով ինքը իրեն ավելի լավ կճանաչի, ինքը իրեն ավելի լավ կուսումնասիրի եւ հարցի լուծմանը կգա։ Այդպիսի տարբերակներ էլ կարող են լինել։ Լուսին ջան, ամեն դեպքում եթե մարդը ոնց որ չի արմարում եւ ունի հնարավորություն, այդ ճանապարհն էլ կա, կարող է իսկապես վերադառնալ, ոնց որ այն որ ասում են կյանքի գնով կամ իր հոգեկանի գնով ոնց որ իմաստ էլ կարող է եւ չունենա էլի մնալը։ Այո, որովհետև ես կկիսեմ այն կարծիքը, որ երբ այնտեղ արդեն դու գնում ես դպրոց, համալսարան, մասնագիտական առումով արդեն կայանում ես, իրականում նման դեպքերում, երբ որ արդեն մասնագիտական ոլորտում կայացած ես, շատ դժվար է լինում այդ քայլը անելը։ Ես ինքս իմ օրինակով Այո։ կարող եմ ասել, որ ճիշտ նորից զրոյից ես սկսում այստեղ եւ այդ մարտահրավերները, որոնք որ դու ստանում ես ու գալիս են ոնց որ ասած ցենց աչքիդ առաջ, թե դու ինչերի միջով ես այնտեղ անցել ու դա նոր պետք է կրկնվի ու անցնես այս ճանապարհով, դա կարող է նաև պատճառներից մեկը լինել իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Եվ միգուցե միայնությունը, այսինքն մենակ զգալու հանգամանքը լինի։ Այո, շատ կարևոր բան ասեցի Լուսին ջան, ու նույնիսկ մտածում եմ այդ բառը ինչի ես այս ամբողջ ընթացքում չնշեցի, որտեվ դա ամենաառաջի եւ կարևոր եւ ցավացնող մասն է, իսկապես այդ միայնության թեման։ Եվ այստեղ էլի համենայն դեպս Կալիֆոռնիան հայաշատ ոնց որ շատ օգնող է այդ իմաստով, դու ամեն դեպքում գտնվում ես հայերի մեջ եւ երբ որ կյանքի բերումով շատ հաճախ լինում եմ Նյու Յորքում, այդտեղից որ պետքա վերադառնամ Կալիֆոռնիա, ես կարծում եմ գալիս եմ Հայաստան, ամեն դեպքում այստեղ գոնե հայերի խումբը շատ է, հայեր կարողանում են մեկը մյուսի հետ այդ միայնության զգացողությունը ինչ որ չափով ավելի հաղթահարելի է դառնում, բայց դա շատ ուժեղ ցավացնող իհարկե զգացողություն է եւ հոգեվիճակ։ Այո, միայնությունը իրականում շատ դժվար, բայց միևնույն ժամանակ ես նման մարդկանց, ովքեր որ իսկապես շատ ուժեղ զգում են այդ միայնության զգացողությունը, ես միշտ մի խոսք կա, ասում եմ, որ ես երջանիկ եմ այնտեղ, որտեղ որ ես կամ, այսինքն այդ երջանկությունը, այդ ամբողջ զգացմունքները, ոնց որ դու դնում ես չիմադանի մեջ ու ինքդ բերում ես քո հետ, որպեսզի դու քեզ այստեղ էլ երջանիկ տեսնես ու շատ սենց ճիշտ առաջ հաղորդման սկզբում նշեցիր գրելու
process-ը, ես ինքս այդ մեթոդով օգտագործել եմ, որ հանել եմ այն կետերը, թե ինչի համար եմ ես այսօր այստեղ, ինչն է պատճառը եւ որն է իմ հիմնական նպատակը։ Իհարկե լինելով այստեղ, բնականաբար մենք չենք կտրվում մեր հայրենիքից եւ միշտ էլ նպաստավոր պայմաններ ենք ստեղծում, որպեսզի կարողանանք օգտակար լինել մեր հայրենիքին, օգտակար լինենք մեր հայրենակիցների, ովքեր ապրում են Հայաստանում, այսինքն դա դեռ չի նշանակում վերջնագիր, եթե դու արտագաղթել ես, ուրեմն դու լիարժեք կտրվել ես ամեն ինչից։ Եվ ներողություն ավելացում ուղղակի ասացի, որ ես իմ շուրջն էլ չեմ տեսել մարդ, որը որ այստեղ ապրելով, այստեղ աշխատելով ինչքան օգնում է հայրենիքում գտնվող մարդկանց, բոլորը իմ շրջապատում եւ դու էլ գիտես Լուսինե ջան, բոլորն էլ այդպես են, այսինքն այստեղ կտրված են մի մասով դժվարության մեջ են, բայց ոնց փորձում են շատ փորձում են ոնց որ օգտակար լինել։ Երևի թե ամեն անգամ օգտակարությունը, այդ օգտակար գործողության գործակիցը, երբ որ բարձրանում է, այսինքն դու լիարժեք ես քեզ արդեն զգում։ Չգիտեմ, միտքս ճիշտ ձևակերպեցի թե չէ։ Ես ինձ մոտ այդպես է, հոգեկանդ լցվում է, երբ որ դու օգտակար ես լինում, պիտանի ես լինում, թե այնտեղ, թե այստեղ։ Հենց հիմա մենք խոսեցինք US Armenian Moms-ի մասին, Մայնա ջան, որ հարթակը ստեղծվել է եւ օգնում է։ Սկզբի շրջանում հարթակը տեղյակ ես, որ զուտ բարեգործական իմաստով անընդմեջ 24/7-ի վրա միշտ աշխատել է եւ իսկապես հոգեբանական ուժ է եղել հենց կոնկրետ ինձ համար։ Այո։ Դրա համար ես իսկապես եմ ասում, շնորհակալ ենք հիմնադրին եւ շնորհակալ ենք այն անձանց, աղջիկներին եւ նաեւ մեր բոլոր խմբակիցներին, ովքեր մնում են, ովքեր օգնում են եւ այն բոլոր կենցաղային հարցերով կարողանում են մեկը մյուսին օգտակար լինել։ Ես երբեք չեմ մոռանում, երբ մի հղիկին Լոս Անջելեսից հեռու էր բնակվում եւ ուզում էր, որ իր համար մեկը գաթա հասցնի Լոս Անջելեսից եւ այնպես արագ աղջիկները կազմակերպեցին, ես այս միշտ ասում եմ, նշում եմ սա, մեր համար ուղղակի այնքան ողջունելի էր ու շատ հաճելի էր այդ process-ը եւ հոգեբանական տեսանկյունից մենք դրա կարիքը իսկապես հաճախ ենք զգում, որպեսզի այդ միայնությունից էլ մենք զգում դուրս գանք։ Ամփոփիչ, ինչ որպես լրացում, ինչ կասես մեր հետևորդներին։ Կուզենամ այս պահին առաջինը անդրադառնամ այն մարդկանց, որոնք որ արդեն այստեղ հաստատված են, արդեն ավելի ինտեգրված են, ոնց որ էմպաթիայի մասը լավացնել, որ ու այստեղ ոնց որ ուզում եմ նշել նաև էլի մեծ շնորհակալությունս քեզ Լուսինե ջան, որի հետ որ ես անծանոթ մարդ ես եղել եւ ես եկել եմ ու զանգել եմ ու դիմել եմ քեզ եւ դու ես ժամանակ գտել քո այդքան զբաղվածության մեջ քեզ համար մի անծանոթ կնոջ հետ հանդիպել ես եւ փորձել ես ինձ օգնել, ինչ որ ուղիներ ինձ համար առաջարկես, այնպես որ շնորհակալություն եմ հայտնում շատ սրտանց եւ եւս մի անգամ ուզում եմ անդրադառնալ մարդկանց եւ ինձ էլ այդ թվում, որ ինչքան մեր մեջ մեր էմպաթիան ավելի լավացնենք, այնքան օգնող կլինենք, սա ինչ վերաբերվում է դրսի մարդկանց։ Իսկ մյուս պահը իհարկե մենք ենք պատասխանատուն մեր կյանքի եւ ամեն մեկս էլ մեզ վրա աշխատանք պետք է տանենք, որպես ամփոփում առաջարկում եմ իմ սիրած այս վերջի շրջանում տեխնիկան, որը հավայան տեխնիկա է, կոչվում է Հոպոնոպոնո, որտեղ որ 4 հատ ամենակարևոր ֆրազաները, որ մենք փորձենք այդ ֆրազաները, այդ մտքերը, այսպես ասած, աշխատացնենք, նույնիսկ եթե չաշխատացնենք, մեխանիկորեն դա արտահայտենք, վստահեցնում եմ, որ օգնող է լինում։ Դա 4 միտքա, որը վերաբերվում է թե մեզ, թե ընդհանրապես ոնց որ գլոբալ լայն իմաստով բոլորին։ Առաջինը, որ մենք կրկնենք, նշենք, որ ես սիրում եմ քեզ եւ ես շնորհակալ եմ քեզ, мне очень жаль, ես ցավում եմ եւ ներիր ինձ։ Այդ 4 մտքերը իրանք վերաբերում են եւ մեզ, ոնց որ մենք մեզ ենք դա ասում եւ նաեւ ոնց որ ընդհանուր լայն իմաստով բոլորին։ Իհարկե այս մտքերը շատ աշխատող են, որոնց մեջ խորանալը sense պրոֆեսիոնալիզմ է պահանջում, բայց նույնիսկ եթե ամբողջ ոնց որ բջջային մակարդակով դա չենք զգում, ուղղակի մեխանիկորեն ասելը դա էլ կարևոր բան է, որտեվ սա էլ արդեն պատասխանատվություն, երբ որ այդ 4 միտքը ես հասկանում եմ, որ ես դա պետք է աշխատացնեմ։ Որպես ամփոփում կարող եմ սա առաջարկել
Եվ եւս մեկ անգամ շնորհակալություն իմ անունից եւ բոլոր այն մարդկանց անունից, էմիգրանտների, այսինքն իմիգրանտների, որոնց դուք հիմա փորձում եք օգնեք եւ օգտակար կլինեք վստահ։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ Մարինա ջան, եւ այսօր ամփոփելով հոգեբանական ադապտացիա թեման, մենք չենք մոռանում հիշեցնել այն մասին, որ շարունակվելու է հոգեբանական թեմաները, որովհետեւ մենք միշտ խրախուսում ենք հոգեկան առողջությունը։ Եվ այսօր երևի այսքանը, կհանդիպենք նորից ավելի հետաքրքիր ու ավելի լավ քննարկումներ ունենալու համար։ Շնորհակալություն։ Առայժմ